Իսկ արդար է, որ նախարարները 7 միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակներն ընդամենը մինչև 10,000 Աստված իմ դրա մասին մի ասեք, անգամ անհարմար է, որտեղ մենք ունենք ընտանիքներ, հենց թոշակառուի ընտանիքը, ոնց կարող է թոշակառուի ընտանիքը 50,000-ով ապրել ու ողջունել նախարարների միլիոնները։ Թող ժողովրդին տար, թող են պոստերում կայնածներին տար այդ պարգևավճարը, ոչ թե 172,000 դրամով գնան պոստեր պահեն, ավելի շատ տան։ Ոչ, զինվորի աշխատավարձը բարձրացնեն, նայոմնիկների, ոչ թե նստած աթոռին բոտերը գցեն սեղանին ու փող ստանան, ոչ, նայոմնիկի փողը պետք է բարձրացնել, որտեղ նրանք են մեզ պահում։ Իրանք միլիոններով չեն բավարարվում, չեն, քիչ է իրենց համար, իսկ խեղճ թոշակառուն, այն որ պապտատերն են այսօր, մենք ենք, ես բարձր որակի աշխատող եմ եղել, սվարչիկ մոնտաժնիկ, այսօր իմ ծննդավայրում եմ, ես քաղաքաբոյան եմ ապրել, 16 հարկանիներ եմ հավաքել, այն ժամանակ պատախոդի նալոգ պրոմիություն, մենք փող էինք վճարում, այսօրվա համար, որ ես գնամ թոշակի, ինքը ինձ փող չի տալի, ոչ մի բյուջեից, այդ իմ բյուջեն է, ես եմ դրել ժամանակին, իսկ այսօր իրանք ունեմ նրանց ստանալու ես։ Շատ անարդար է, առաջի հերթին, ժողովուրդը այն որ ասում է իրան չարքաշ կյանքով է ապրում։ Բաժանեին ժողովրդին, 10 չտային, 15 տային, մի հարցով օգնեին ժողովրդին, չգիտեմ, էժան ցորեն տային, սերմացու տային, պարարտանյութ տային, այդ հենց բանով կօգնեին հաստատ։ Միանշանակ որ ոչ, եթե պատգամավորներին կարողանում է 7 միլիոն դրամ պարգևավճար տա, ապա կարա ինքը 100 ու ավելով էլ ավելացնի թոշակները, թոշակառուների։ Ոչ։ Դե նախարարը ճիշտ է, ինքն էլ է անում ամեն ինչը, բայց ժողովուրդը պիտի նորմալ ժողովրդի վարձատրի, նորմալ փող տա, թոշակառուն նորմալ թոշակ ստանա, աշտավարձը նորմալ ստանան, որ կարա մարդը գոյատևի։ Նման որ արդար չէ։ Ինչու՞։ Դե եթե այնտեղ կարողանում են այդքան իրանց պարգևավճար անեն, ուրեմն երեք ասենք ղեկավարությունը իմ դասուգուբը իմ կարծիքն է, պետք է ավելի շատ ոնց որ վերաբերվում ես ասենք ընտանիքում ծնողիդ, ավելի շատ վերաբերվի ասենք հենց այդ պրոմեժուտը գրել ասենք տարիքայինների, ոնց որ դու ծնողներիդ ես վերաբերվում, նույն ձևով ասենք общий կարտինան ավելի սովորեցնում։ Եթե այսօր 10,000 դրամ ավելացնում ենք թոշակառուին, ու ինքը գտնում է, որ դա շատ մեծ բոնուս է թոշակառուի համար, թոշակառուն ասենք գյուղում ապրելով առնում ընդամենը 4-5 կուբամետր փետ, որ ասենք պետք է տաքսնի իրան հաստատ չի երիկում։